Ամսի 25-ին քաղաքացիորն է, մասնակցելու եք համերգին Հանրապետության հրապարակում։ Եթե կատարելու է ներկայիս ավազակապետական վարչախմբի ղեկավար Նիկոլ Փաշօղլին, իհարկե ոչ։ Քաղաքացու օրը ո՞րն է, եթե ազգին ջախջախեց, ազգին տարավ հողի տակ մխրճեց, քաղաքացու օրը ո՞րն է կոչվում։ Ինչ, քաղաքացուն խափի, ձայները հավաքի ու տանի ազգին կործանի, հողերը հանձնի, շուտով էլ միջանցքը բացի, Թուրանի ծրագիրը իրագործի, Հայաստանն քարտեզիրից ջնջի։ Այսինքն սիոնիզմի ծրագիրը կյանքի կոչի։ Ոնց որ ցանկանում են ջհուդները, Քոր Լևոնը վերընկած է իր սև տան մեջ ու նմանատիպ ծրագիր է իրագործում ու նախկիներին էլ պիտակ են կպցնում, որ Ռոբերտ Քոչարյանը եղել է ամենաամուր ղեկավարը, անառիկ բանակապահ է, Գյումրիի եւ Սպիտակի ավերիչ երկրաշարժի բնակարանաշինություն է կառուցել։ Միդից հող մենակ Քոչարյանը չի։ Ես Քոչարյանի թիմից չեմ, բայց անկեղծությունն եմ ասում։ Ալիևը վախենում էր իր հորը միասին միայն Քոչարյանից։ Մի շատ բարի դրացիական հարաբերությունները ոչ միայն Ռուսաստանի հետ, աշխարհի բոլոր երկրները դիվանագիտական հարաբերությունները սերտ կապեց Ռոբերտ Քոչարյանը, չէ գնահատում կույրերի կոմբինատի հավաքածուներ։ Թուրքահպատակ գործունեություն, եթե ներկայիս հանցավոր ռեժիմը մոռացել է ազգի սուքը ու ինքը քաղաքացու օր նշում եւ այլն, դա մենք չենք կարող է ձեր բանի գնալ, երրաբլուրը երրապատկեց ում շնորհիվ, ինչի հաշվին, կարող էինք հողերը հանձնել առանց զոհերի, բա որ կարող է, այդ թուրքի լամուկ, ինչու նախապես չարեցին էդի, կա, ինչու դատավոր, կա, որ այսօր վարչապետի ասացին Կարագոյասի ոչ, այսինքն բոլոր դատավորները, դատաղազները, բոլորը վարչապետի կամակատար խամաճիկներն են, թող մեկ ինձ կարող է հակառակը ապացուցի, բոլորը վերից վար, 3 առաջ օր Գյումրիում էր, հալալա գյումրեցիները խոռոփած ունեն բոլոր Նիկոլի շքախմբի վրա, մի հատ գյումրեցի չկա, բացի գյումրեցից այլ տեղից հավաքածու, լիքը մարդիկ, մագազինը բացվել էր, զրթուզիպի լցվել էր, այլ էլ բան չունեմ ասելու, այ եզև գյումրեցու պես թասիբով կանգնեք, ազգին, այսօր 2 հատ ընդդիմություն կա, 3-ն են, Գյումրիի Վարդան Ղուկասյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սամվել Կարապետյանը, որ այսօր Տաշիր Սամոյեն անվանակոչում ուժեղ Հայաստան կուսակցությունը, այլ իրական ընդդիմություն գոյություն ուղղակի չունի։ Մնացած այնտեղ լրիվ ոնց որ 21 թվականի ընտրությունների օֆիցիալ տվյալներով տյունինգ արած ընդդիմություններ են խաղում։ Նորիկ Նորիկյան, Դավիթ Սանասարյան, Արման Բաբաջանյան, Լևոն Շիրինյան, Սամվել Բաբայան, Գագիկ Ծառուկյան, Սերժ Սարգսյան, Գագիկ Ծառուկյանը իր սեփական շրթունքներով ասում է. ես Ռոբերտ Քոչարյանին միացողը չեմ։ Եթե դու միացողը չես, ուրեմն Նիկոլի ջրաղացին ջուր լցնող ես։ Ուզես չուզես, Գագիկ Ծառուկյան, դու էդ ես։ Ուզում ես ուզի, չես ուզում ուզի։ Կամավոր կհանձնվես թուրքերին։ Ինչ թուրքերն են լավ, թե Քոչարյանը։ Քոչարյանի շնորհիվ դարար մուլտիմիլիոներ ուրանում ես, ուրացար 10 աշկերով կկուրանաս։ Ազգովի հանդերձ։